Վայ, առավոտվանից թափառում եմ սովից մեռա։ Տղերքը ասեցին, որ բրանդի եւ օրանժի մեջտեղը Վիլսոնի վրա լավ շարմանոց կա, ռապիդապ։ Տեսնենք լավն է, թե չի ասում են։ Մի ինչ իմանանք, լավն է, թե լավը չի, տեսնենք հələ։ Այնքան համովար ժողովուրդն այնքան համովար թուղթը հետը կերա ցույց շարբար չեմ կերել ունեն հատուկ դրեսինգ կասը շարբար շատ կա բայց այդ դրեսինգ մարդ չունի այնքան լավն է ժողովուրդ ինձ մտել բերանս թող հաց ուտեմ յա անջատեք այդ կամերա մի հատ հələ շատ նրբանկատ դաստիարակված օգտատերեր ունենք YouTube-ում, այո, ոմանք գրում են, որ ես գիրացել եմ, փոր ունեմ, ասեմ, որ դա փորս չի, սիրելի հետը, որ ոռս է, ուղղակի թարս եմ հագել, հա, այդպես, մեկ մազերս, դուրները չի գալի, մեկ քաշս, մեկ խոսքս, մեկ, ու որ դուր չի գալի, կարող եք դավայցի։ Բարև ձեզ սիրելիներս, գիտեք, էլի մի թեմայից եմ ուզում խոսեմ այսօր, մի ընկեր ունեմ, որի եղբայրը շատ ծանր հիվանդ է և բազմաթիվ վիրահատություններից հետո նահանգներում, հետո Մոսկվայում, Հայաստանում սկզբից պարզվեց, որ անբուժելի հիվանդ է և վերջի քայլը այն էր, որ դիմեցին Գերմանիային, զարմանքն այն էր, որ Գերմանիայից հայեր են այդ օֆիսից պատասխանեցին, ասեցին, որ այստեղ հայ բժիշկները ձեզ կարող են օգնել և ասեցին, որ բուժելի է հիվանդությունը, փառք Աստծո և մեկնելու է Գերմանիա, որպեսզի այնտեղ շարունակի բուժումը։ Գիտեք, նոր լսում էի Փաշինյանին, որը էլի ընկել է ինչ-որ հին դինոզավրների հետևից, ինչ-որ նախագահներին էր հայհոյում, նրանք էլ սրան են հայհոյում, ես ասում եմ, կտամ կմտնեք պատը, պատից ձեր դիակները կհանեմ, հետո մի հատ է կկոխեմ, հետո մի հատ է, գիտեք են մանյակ քֆուր տվողներ կան, որ տենց տրադիցիոն հայհոյանքներ չեն տալիս, էլի ասենք, ես քու մերը, քու սենցը, քու չէ, կհանեմ, կդնեմ, հետո սենց կանեմ, հետո նենց, հետո կքսեմ, հետո կլվամ, հետո մի խոսքով տենց ոնց է մարդ, որ քֆուր տալուց հաճույք հաստատ, զգում ես, որ ինքը օրգազմ է ապրում այդ րոպեին, որ սենց կանեմ, նենց կանեմ, նենց կանեմ, դա մանյակալ մի հիվանդություն է իրականում, որպես կանոն այդպիսի մարդիկ անկարող են, իմպոտենտ են, դրանք չեն կարող ոչի բան անել, ուղղակի այդ քֆուրից, այդ ասելուց բաման գրգռվում են, լավ են զգում իրանց, էլի։ Մի անգամից հիշեցի էլի վարչապետին, որ եթե անողն է, իրենա վաղուց կանեիր էլի, դե չես արը, ինչ ես ինքդ քեզ հաճույք պատճառում, մեզ է ներվայնացնում, որ սենց կանեմ, նենց կանեմ, ոչ շի բանը չես անի, հիմա չգիտեմ, անկարող ես չես անի, թե չես ուզում, թե չես անի, էդ էլ արդեն ոնց որ ձեր խղճին պատմությունը երևի թե հետո կբացատրի մեզ ինչ-ինչոց է, վերադառնալով են հին թեմային, ասեմ, որ այնքան կարևոր թեմաներ կա, այնքան ես պետականաստեղծ, երկիր շինող, երկիր կառուցող հարցեր կա, որ կարելի է զբաղվել էլի գոնե 5-6 տարվա ընթացքում, որ չարեցինք, չեմ ասում են 30 տարի, 30 տարի Հավայի կորցրել ենք դա պարզա, բայց այս քանի տարվա ընթացքում, ասենք մարդիկ զանգում են Գերմանիա, պարզվում է Գերմանիայում հայ բժիշկները մեր ինստիտուտը ավարտած, հետո վերապատրաստված Գերմանիայում վիրահատություններ են անում, որ աշխարհով մեկ, ասենք, չի արվում, իսկ իրանք անում են եւ Աստեղ էլ տեսնում ես, ասենք, այնքան մասնագետ, այնքան կարգին շնորհքով իմ հանդիսատեսից էլ կա գալիս են,
ասենք իրավաբաններ, բժիշկներ, բաներ նայում ես չգիտեմ ես ուղղակի խոսք չունեմ, հասկանում եք, ես ուղղակի խոսք չունեմ եւ այդ ռեսուրսը թողած մենք հիմա ընկել ենք պատի մեջ կկոխենք, կհանենք, կկոխենք, հապկից դուրս կգանք, կմտնենք, հետո մի հատ է դուրս կգանք, էլի կմտնենք, ու մանյակալ խոսակցություն ամբողջ օրը մանյակներին ինչ որ տես մի հատ կոնգլոմերատ է հավաքվել ազգային ժողովում ու խոսում է սա որը կոխելուց ու հանելուց, էդ է։ Մի հետարքի դեպք լսեցի, եթե չեմ սխալվում Գուրգեն Սիմոնյանը ասեց Շիմոն Պերեսը մի երիտասարդի տարավ հետը Դավոս։ Երիտասարդ էր, որը որ ստարտափ էր ինչ որ արել, տենց չգիտեմ, ինչ որ բարձր տեխնոլոգիաներին վերաբերվող եւ այդ երեխան պարզավոր զարմացել էր, որ ես ուր ես ստանում, բայց բան վարչապետն է, երկրի ղեկավարն է, ձեռը բռնած ստանում, ասում է տղա ջան, եթե դու չեմ ով, ու ես չեմ անելու։ Եվ գիտեք, ոչ իրանց, չգիտեմ, ակադեմիայի բանը ղեկավարը, ոչ մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ոչ մեկ ասենք չի խառնում, չի ասում, ինչի եկեք մեր ծանոթին ուղարկենք, եկեք Պողոսին ուղարկենք, եկեք ասա Բաջանաղին ուղարկենք, չէ, վարչապետը վերցե տարել է, թե պրեզիդենտն է, չգիտեմ, դա ինչ կառավարման սիստեմա, եւ պատկերացրեք, ասենք դա, ասենք երևի թե ամենակարևոր գործն է, որ կարող էր անել, ասենք, երկրի ղեկավարը, որ իր երիտասարդներին, իր ազգի ներկայացուցիչին տանի բրդի առաջ, որպեսզի նա վաղը մյուս օրը ինչ-որ օգուտ տա երկրին։ Իսկ մենք զբաղված ենք հիմարություններով, մենք զբաղված ենք ինչ-որ տենց էլի հին ու նորը, սև ու սպիտակը, եսի ինչը, հետո ասում ենք, դե չէ, մենք ու հրյաները նման ենք, ժողովուրդ ջան, ես չեմ ուզում ինքսից հայհոյանք տամ, որտեվ ես էլ եմ հայ եւ իմ սիրտը ցավում է, բայց մենք սկի, ինչ ասեմ, սկի արա մենք պիտի ադրբեջանցիների հետ համեմատվենք, ոչ ավելը, ահա որ է, գիտեք, ահա որ է, որ այդքան պրետենզիա ունեցող ժողովուրդը պետք է ասենք ինչ որ տենց Ադրբեջանի հետ համեմատվի բանի հետ։ Եվ գիտեք ինչ, այդ անհարգանքը սեփական անձի նկատմամբ, սեփական ժողովրդի, սեփական գիտնականի, սեփական քաղաքացու հանդեպ բերում այն, որ մեզ դուրսներ չեն հարգում։ Հասկանում եք, չեն հարգում, որովհետև դու, բայց դու ինքդ քեզ ես տենց վերաբերվում, ոնց կարաս դու ինչ-որ քեզ մի բան ներկայացնես քեզանից։ Իսկ մենք քիչ երիտասարդներ ունենք այսօրվա դրությամբ, որոնք որ իսկապես ստարտափեր են անում, որոնք որ իրենց ինչ-որ բան են ներկայացնում, կամ եթե քիչ ունենք, մարդած քիչ, սաղ դեբիլ ենք, ասենք դեբիլ ենք, չունենք, ոչ գիտնական ունենք, ոչ բան ունենք, քանի հոգի է Հայաստանի Հանրապետությունը ուղարկել դուրս սովորելու։ Ասեք ինձ ուղղակի հետաքրքիր է այդ ստատիստիկան, կա սիրելի հետևորդ, մինչև լայք դնելը, խնդրում եմ այ հենց հիմա լայքի կոճակը սեղմեք եւ գրանցվեք այն ով չի գրանցվել, ինձ ուղղակի ասեք, ունեք այդպիսի ստատիստիկա դուք, որ ասենք 20 երիտասարդ կամ 10 երիտասարդ ուղարկել են, ասենք Հարվարդի համալսարան սովորելու պայմանագրով, որպեսզի հետո վերադառնա։ Եվ գիտեք ինչ, ուղղորդված մասնագիտություններով, ոչ թե գնան, ասենք արվեստաբանական ֆակուլտետ կամ ես իմիջ կամ դերասան դառնանից նման կամ ես։ Չէ, այ ինչ որ մասնագիտության կարիք ունես դու, այդտենց բժիշկների կարիք ունես դու, որոնք որ հիմա Գերմանիայի համար են աշխատում եւ մեր հայրենակիցներին, ասենք միլիոններ են ասենք ծախսում մարդիկ, որ գնան ընդե բուժվեն, այ այդպիսի մասնագիտությունները ձեռք բերեն, կամ եթե այդ մասնագիտությունները ձեռք բերեն, բայց հետո չեն կարող աշխատեն, որովհետև տեխնիկա չունեն, կամ ես ինչ քանի ասենք կոպեկ է ծախսվել, որպեսզի այդ նմանատիպ տեխնիկա առնվի, չգիտեմ, այդ պարզա չէ, ինչ որ բացի մասնագետից պետք է նաև
ոնց որ ասում են տնտեսական բազա է դրա համար պետք չի ասենք հիվանդանոցներում բաներում ասենք քանի օքի եք ուղարկի ով է մտածել ընդհանրապես դրա մասին դա ով է մտածելու առողջապահության մինիստրությունն է մտածելու թե սպորտի արվեստի ինչ էր կրթության երջանկության չգիտեմ պատահականությունների պլանավորման մինիստրությունը այդ որ կա էլի տեղ կա որ սա խփել են իրար տենց բանն է էլի այն իրանց թվում է իրանց հոր գեղն է պետքա սա խփես իրար որպեսզի էֆեկտիվ աշխատի ոնց է հիմա համայնքները խոշորացնում են չէ նույն ձև էլ ասենք այդ նախարարությունները խոշորացրին որ յանի բան քիչ մարդ աշխատի որ քիչ բանան եթե էֆեկտիվ չի աշխատում ի՞նչ տարբերություն քիչ մարդ է աշխատում թե շատ ինչ տարբերություն ասենք եթե sense տենենց էֆեկտ չի տալիս այդ աշխատանքը այդ նախարարությունների իսկ մեր խնդիրը դա է որ Փաշինյանը ասում է ես հիմա ուզում եմ հասկանամ մենք ուզում ենք շարունակենք Ղարաբաղյան հարցը շարունակենք թե չենք ուզում շարունակենք ու ես գիտեմ որ մենք չենք ուզում շարունակենք Ղարաբաղյան խնդրը բան մի խոսքով ինչ որտես մի բան ասած կոնկրետ ցիտատը չեմ հիշում դասականին գիտեք ինչ Ղարաբաղյան խնդիրը դա ոչ թե հենց Ղարաբաղի խնդիրն է հենց մենակ Ղարաբաղը դա ընդհանուր հայոց հարցի մի մաս է եւ այդ հայկական հարցը ունի ամենակարևոր մի հատ մաս որը որ 21-րդ դարում ամենակարևորն է դա հենց կրթությունն է բարձր տեխնոլոգիաների զարգացումն է դա հենց մեր երիտասարդների բանն է, պերսպեկտիվան է, հա, որ վաղը միսօր պիտի մարդ դառնան, բան եւ այլն։ Եթե մենք ուղղակի թնդանոթի միս ենք պատրաստում, չենք կարա, որովհետեւ մենք քչականակ ժողովուրդ ենք։ Մենք քիչ ենք։ Մենք չենք կարա ասենք ադրբեջանցիների նման կամ նույն ռուսների նման ասենք 100,000-երով զող տանք, ասենք, հա, բաբը նարաժայոտ բան, չէ, տես չենք կարա անենք մենք։ Ուրեմն պետք է այդ գիտությունը զարգանա, ուրեմն պետք է ունենայինք բժշկություն, պետք է ունենայինք, չգիտեմ, այլ գիտությունների զարգացում։ Ով այդ ինչա մի օր ես չլսեցի ազգային ժողովում նմանատիպ ինչ որ ելույթ, որը որ մտածում են ինչպես զարգանա երկիրը։ Չէ, տանենք, քսենք պատին, քերենք, հետո մի հատ է քսենք պատին, բան։ Չգիտեմ, իմ Facebook-յան էջի միայն դա է բերում։ Կարող ապատայի սխալվում եմ, կարող ապատայի ինչ-որ բան արում եմ, խաբար չեմ։ Մի անգամ խոսացի բարձր տեխնոլոգիաների մասին, թռան դեմքից, ասին, «Ո գիտեք ինչեր ենք մենք անում»։ Զարմար եք անում, ոչ մի բան էլ չեք անում, ոչ մի բան։ Ու եթե ուզում ենք ինչ-որ մի բան փոխվի, մենք գոնե ընտրություններով պետքա բերենք ինչ-որ մի նենց մի ուժ, որը որ դա մեզ խոսք է տալիս։ Չգիտեմ կանի թե չի, դա չգիտեմ։ Չգիտեմ, որտեղ մենք հա խապնվում ենք, հա խապնվել ենք։ Բայց այդ ուժն է, որ պիտի ընտրվի, որ պետքա զարգացնի այդ անտեր երկիրը պետք է զարգանա, մենակ ասֆալտ փռելով չի, չնայած նա տեսել եմ որ էդ էլ չեք կարում անեք դու մի ասա։ Ես գիտեի գոնե լավ ասֆալտ եք փռում, էդ էլ չեք անում։ Նենա ցույց էին տալի բան հաղթանակի այդ ռայոնը ցույց են տալի, որ դե ես եմ ապրում։ Հեսա գնալու եմ տեսնեմ, լուր եք, հետալու եմ ընդից բերանից բացեմ։ 7-8-ի վրա բացելու եմ, եթե մեր փողոցը ասֆալտ տարած չեղավ։ 7-8-ի վրա։ Ֆուտբոլի դարպասից մեծ։ Միայն այդպիսի ուժ պիտի գա։ Իսկ այդպիսի ուժը ես կարծում եմ դա բնականաբար քեպեն չի, բնականաբար նախկինները դա ծիծաղելի է ուղղակի նախկինների մասին խոսել։ Դա այն ուժն է, այն ուժերն են, որոնք որ ունեն եվրոպական միտում։ Ոչ են համար որ Եվրոպան մեզ սպասում է կամ չի սպասում, բնականաբար չի սպասում ենք պետք է մենք նայեք քարտեզի վրա երևում ենք թե ոչ։ Բայց եթե մենք չունենանք այդ կապերը Եվրոպայի հետ, գնանք սովորենք, գնանք, չգիտեմ, առանց վիզա գնանք կանք, այսինքն ինչ ասենք, ոնց պիտի անենք, ոնց պիտի զարգանա այս երկիրը։ Գնանք էլի Ուրիուպինսկում սովորենք ժողովուրդ։ Այդ մարդուն Մոսկվայում էլ չկարողացան բուժել։
Եվրոպա է գնում բուժվի հիմա։ Իսկ մենք կարող ենք ունենայինք վիզաների ազատականացված ռեժիմ։ Հայ դեպ պարզ չի, մինչև Աստված ոչանի իհարկե, մինչև բժիշկը կհաստի, թե ոչ, որտեղ պետք է հիմա վիզա սպասի մի ամիս, բան պարզ չի, ասենք ոնց կլինի, եւ կարող է հեշտացված ռեժիմով տան այդ հիվանդին այդ վիզան, ես չգիտեմ, կարող է, բայց իսկ ինչքան լավ կլիներ, որ Հայաստանում բացվեր մի այդպիսի ֆիլիալ, որ նմանատիպ հիվանդներին բուժեին այստեղ։ Թեկուզ գրանտերի փողով, գրանտակեր, թեկուզ այդ փողերով բացվեր, չգիտեմ, ինչ փողերով, ինչի պետք է մեր քաղաքացին գնա Եվրոպայում բուժվի, կարաք ինձ ասեք, ինչու։ Եթե մեր բժիշկներն են այնտեղ բուժում, եթե մեր բժիշկները այնտեղ չլինեին, կասեի լավ, դե մի այ քեզ բան արա։ Ադրբեջանցի ենք, չունենք։ Ունենք ժողովուրդ, ունենք լավ բժիշկներ ունենք, շատ լավ բժիշկներ, ստեղ։ Այս Ամերիկայում էլ գնացեք, ամեն երկրորդ լավ բժիշկը, որը որ հրյայի չափ խելք ունի, դա հայ բժիշկներն են մեր։ Մեր ինստիտուտը ավարտած, դե լիցենզիա ստացած, նորմալ գլուխները կախ աշխատում են, միլիոնատեր են։ Լավ էլ փող են ստանում։ Եվ ես համոզված եմ, որ այդ փողը մենք ունենք։ Այդ փողը մենք ունենք, որովհետև հա ասում են, չէ, բյուջեում փողը հավաքվել, չգիտենք ոնց ծախսենք, բյուջեում փողը հավաքվել, չգիտենք ոնց ծախսենք։ Մի հատ էլ հարց տամ, ժողովուրդ, Ղարաբաղը այսօրվա դրությամբ փող չի վերցնում մեզնից։ Եթե չեմ սխալվում, քանի միլիարդներով փող էր գնում այդ Ղարաբաղի մեջ, հա, որպես մարզ։ Այդ փողը հիմա չկա, դե չի գնում։ Ուր է կուտակվում, ուր է կողխում այդ փողը, ուր, լավ մարդկանց հետույքը պետք է ինչ-որ մեծ ռազմերներ ունենա, բեզ ռազմերը, ուր է էթում այդ փողը, որտեղ էֆեկտիվ չեք աշխատում, էֆեկտ չկա ձեր աշխատելուց, հասկանում եք, ինչքան ուզում ես կրանտը փակի, տրուբից է կաթում, տրուբից փակի, լուկից է կաթում, լուկը փակի, վենտիլից է կաթում, հասկանում եք։ Եթե այդքան գումար, որը որ հիմա տնտեսվում է, որ գնում է մի ողջ Ղարաբաղ պահելուն, ուրեմն պիտի ունենայինք այդ փողը, թեկուզ բժշկության վրա, չէ՞, ուր է բա։ Այսինքն ոնց որ այն ժամանակ էինք ապրում, նույն ձևերի հիմա ենք ապրում, դու ավելի վատ, թանկություն, ամենտեղ թանկություն, ասեմ, ստեղ էր 100-120 $-ով մտնում ես խանութ, դուրս ես գալի, բան, այդ փողը ծախսած, նույնն էլ Հայաստանում, մտնում ես City կամ SAS, մտնում ես, նույն փողը ծախսվում է։ Բայց տեղի իմ ներկայացումը, իմ ամբողջ տարվա աշխատավարձն է, իսկ այնտեղ քարը տրակի մի 200,000 հայերի, ամսական, մի 4-5 ներկայացում խաղալուց հետո։ Եթե լավ, դերասանությունը թարգենք, գցենք են կողմ, տեսնեք բժիշկները կամ չգիտեմ, ինժեներները, ես իմ ով, նրանց աշխատավարձները։ Ես չեմ ասում եք համեմատենք Ամերիկայի հետ, ժողովուրդ, չէ, փոքր երկիր ենք, պարզ է։ Բայց այդ փողը, որ տնտեսվում է, որ Ղարաբաղին պետք է գնար ու չի գնում, ուր է գնում։ Այն այլանդակությունը, որ կար այդ Ղարաբաղում, դուք միացել եք Ղարաբաղ թելին, այդ Ղարաբաղ թելը հիմա կա վեճ, բա վրտեղ է գնում այդ փողը, այդքան կերակ այդ փողը, վրտեղ է, ուր գնաց, արա, ուր գնաց, ուր կողխիկ, գիտեք, ոչ էֆեկտիվ աշխատելը կոռուպցիա է, կոռուպցիան անպայման չէ մեկին 5,000 տաս, որ դա ընտրի, կամ 10,000 տաս, որ դա ինստիտուտ ընդունվի, չէ, դա չի, անիմաստ փողի վատնումը, դա էլ է կոռուպցիա, ընդեղ լվացման մեխանիզմներ կա, բան լավ, հետ էլ չխոսենք, բայց դա կոռուպցիա է, բա ինչ է, բայց ոնց է անում կոռուպցիան, ոնց որ ասում էր բանը, դասականը, պոզով պոչով է ալնում, տենց է ալնում, էլի։ Գիտես մեկ էլ ինչն է, էդ էլ մի ուրիշ ծայրահեղություն, աշխարհում սաղ մեղավոր են բացի մեզանից։
Մեղավոր ու մանավանդ ռուսներն են մեղավոր։ Էդ էլ է բանը։ Այո, ռուսները իրանց անասուն կյանքով ապրող ժողովուրդ է։ Ոնց ուզում են թող ապրեն։ Ռուսներն են խանգարում, որ դուք ձեր մասնագետներին ուղարկեք, ասենք, Գերմանիա սովորելու։ Պուտինը զանգում ասում հանգարտ չուղարկեք, հա։ Ռուսներն են խանգարում, որ նորմալ ասֆալտ գցեք կամ չէ։ Ուրիշ բա որ Ռուսաստանի հետ պետք չի քո ապագան կապել, որովհետև տավար երկիր է այսօրվա դրությամբ։ Ավտորիտար, դեբիլացած մի հատ երկիր է եւ իր հետ կապելը քո ապագան շատ խնդրահարույց է, այսպես ասած, հա։ Չգիտեմ ուրիշ վարիանտ ունենք, չունենք, մարդիկ կամ որ ուրիշ վարիանտ չունենք, կարող իմ խելքը չի հասնում։ Ես ուղղակի մի քիչ ավելի տենց ասենք իմ արժեքները մի քիչ ստեղի հետ մի քիչ ավելի եմ համակերպում, քան թե ընդեղի։ Ես չեմ սիրում այդ ռուսական այդ բանը, մужчина, женщина, встаньте в очередь, բան, տես բաներ չեմ սիրում, էլի։ Մի քիչ ավելի դες ժպտերեսիկ եմ բան, էլի, տենց մի քիչ ասենք մարքանց որ տեսնում, հայ բան, դա ինձ ավելի է այդ մշակույթը ինձ ավելի է ոնց որ մոտ։ Հենց այդքան է։ Այն տնտեսություն, կապեր բան, դրանից չեմ հասկանում։ Դա համար եմ ասում թե։ Չգիտեմ։ Եվ եթե ուզում ենք ինչ-որ մի բան փոխվի, երևի թե պետքա աշխարհի հետ աշխատենք, էլի, բանի հետ, հա, ով է խանգարում դες, դա չեմ հասկանում։ Այդ վեկտոր փոխել-մոխելու հետ ոչ մի կապ չունի ժողովուրդ։ Բյուջեից հատկացնել մի գումար, որ մարդիկ գնան, ընդես սովորեն, գանց թե մասնագետը կամ վերցնել ստեղից, ասենք ինչ-որ մասնագետներ, տաներ նույն ոչ ու փուչ եղած Դավոսը կամ էսի միջ ներկայացնել ստարտափներ, բաներ, դա ռուսները չեն խանգարում, հաստատ։ Ուրիշ հարցերում են խանգարում։ Ներքաղաքական ինչ-որ տես զզվելի բաներ են անում, ստորություններ են անում, ընկել են իմ ինչ-որ լաբորատորիաներ են բացել Հայաստանում, բանը շեշ դուս են տալի, բան, հա։ Դեից կարող է իման հաչան, Զախարովայի դաշտանը սկսվի բան, դա միշտ էլ կա, բայց ընդհանուր առմամբ ժողովուրդ, ընդհանուր առմամբ չեն խանգարում։ Ուղղակի ղեկավարությունը մենք միշտ ընտրում ենք մի ղեկավարություն, որը ապիկար է, որը ոչինչ չի կարողանում անել։ Հիմա կասեք ապիկար չեն, գող են, կամ էսին բոնձն են, խոսքը դրա մասին չի։ Էֆեկտիվ չի, ասեմ էֆեկտիվ չի։ Եվ նայ նույն Գյումրիում ընտրություններ ա հիմա, հետո ստեղ հետո բանում կլինի, Երևանում կլինի։ Տեսեք ում եք ընտրում, նայեք մի հատ մարդու կենսագրությունը նայեք կամ կուսակցության կենսագրությունը նայեք։ Օրինակ որ նայում ես KP-ին, սաղ տանուլ տված կենսագրությունն է, սաղ, սկզբից մինչև վերջ։ Նայում ես հներին 30 տարվա թալան, չգիտեմ, ինստիտուտների փչացում, մարդկանց ժողովրդի մարգինալացում, կեղծարարություններ եւ այլն, էդ էլ նայեցինք։ Թազեկին նայում ես, դե որ բան չեն արել, չգիտես թե ինչ կլինի։ Բայց ո՞նց եք կարծում, ասենք, ընտրել արդեն փչացած ինչ-որ մի բան, թե նորը փորձել, որն է ավելի ճիշտը, որն հոգեպես ավելի ազնիվ։ Կամ թեկուզ մարդկանց կենսագրություններին նայեք, ով ինչ է արել, վեկալ, ծերից ծեր մի հատ նայեք, նոր գնացեք ընտրության։ Անցյալ բանին խոսել եմ, թողարկման, չեմ ուզում նույն բանը կրկնեմ։ Եվ այն մարդիկ, ովքեր որ, կամ այն կուսակցությունները, կամ էսին, չգիտեմ, ովքեր որ, ոչ թե կխոսեն Ղարաբաղը միացնելու կամ չմիացնելու սրանց նման մասին, այլ երկիրը զարգացնելու, որև զարգացած երկիրն է, որ կարող է ինչ-որ հավակնություններ ունենա ընդհանրապես տարածքային, մշակութային, եսիմնչային, պետք է զարգացած երկիր լինի։ Պատկերացրեք ինչ-որ մի հատ բոմժ, ինչ-որ մի հատ ասենք պատի խլինք էլի, ինձ ասենք, հա գա զզվծնի, մեր գենոցիդը ընդունեք, մեր եսի ինչը ընդունեք, մեր Ղարաբաղը տվեք, մենք ասեն դու ով ես արա, ով ես դու արա, ով ես դու։ Դա ամեն որ ադրբեջանցիների հետ համաձայնվել եք, սաղ աշխարհից վայ լավ է պրծան, հա, լավ է, տղեկ, ինչ քակ ուզում եք երեք, շուտ պրծեք այդ կռիվը թարգեք,
Ոչ են մտածում իրոք, օ ինչ լավ է Հայաստանը զարգանալու է կամ չէ։ Ինչ էր, ես ասեմ, եթե կապիտուլյացիա ստորագրենք, ասեն լավ, ապրծանք սրանից։ Բայց հարգանք չկա։ Հարգանք կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ դու քեզանից բան ներկայացնես։ Լավ, ժողովուրդ ջան, ուղղակի ցիտս լցվել էր, որ դեստե որ տեսնում եմ ինչքան պոտենցիալ կա, ինչքան մարդիկ կան, որ կարող են օգուտ տալ Հայաստանին։ Հետո իմացա, որ Գերմանիայում ունենք այդպիսի եկա կազմակերպություն, ասենք, եկա ինչ բժիշկներ, ինչ բան, որ բանն հայերեն են խոսում, որտեղ ինչ օֆիս կա, եւ արդեն դասավորել են, էլի ստանեն ընդ բուժեն, բերեն բան եւ այլն։ Ուղղակի սիտս լցվեց, ասես լավ ինչու պիտի տես լինի, ինչու դու պիտի անհատ որպես այդքան տաղանդավոր մարդ ունենաս, իսկ որպես երկիր լինես ինչ-որ չմոյի կարգավիճակում, այդքան անարժան լինես, ու այդ իշխանությունը քանի գնում մեզ մարգինալացնում է, դարձնում ավելի անարժան, ավելի կքած, ավելի վատ, ավելի։ Եվ որպեսզի այն նրանք չարիթավորվեն, ասեն, որ այս իշխանությունը ձեր կեղտոտության ու այլանդակության արգասիքն է։ Քֆուր չեմ ուզում տամ։ Ուրա կնոպկես, էսա կնոպկես։